Գնային կարգավորման աշխատանքները ընթացքի մեջ են, խորհրդարանում արդեն 3 ժամ է, ինչ ընթանում է խոշոր առևտրի ցանցերի ներկայացուցիչների հետ հանդիպումը։ Քննարկվում է սննդամթերքի շուկայի կառուցվածքը, գնագոյացման շղթան, ոլորտի գործառնական գործընթացները։ Եզրակացությունն ու առաջնահերթությունները կպատրաստվեն 2 շաբաթվա ընթացքում, որից հետո հանձնաժողովը կհանդիպի վառելիքի և դեղագործական ընկերությունների ներկայացուցչության հետ։ Լելոյի նախաձեռնությունը քաղաքական սպեկտրի քննարկման առանցքայնում է։ Նախատեսում են բանակցություններ սկսել վրացական երազանքի և 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրողների մեծամասնության աջակցությունը ստացած ընդդիմադիր կուսակցությունների միջև։ Կուսակցության առաջնորդները ներկայիս ճգնաժամի միակ լուծումը տեսնում են նոր, ազատ և արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համաձայնագրի և քաղբանտարկյալներին ազատ արձակելու մեջ։ Նախաձեռնության վերաբերյալ ֆեդերալիստներ կուսակցության առաջնորդը Թամար Չերգոլեիշվիլին սոցիալական ցանցում գրում է. Ռեժիմի հետ բանակցությունները անպայման կսկսվեն, բայց դրանք կսկսվեն իշխանության փոխանցման, այլ ոչ թե ռեժիմը փրկելու շուրջ։ Իսկ ախալի կուսակցության առաջնորդը Նիկա Գվարամյան գրում է. Դադարեցրեք փորձել կանչել Շարլ Միշելի հոգին ափսե պտտելով, բարեկամներ, նա դեռ չի գալու։ Ընդդիմության մյուս թևը ընդգծում է երկխոսության անհրաժեշտությունը, իսկ վրացական երազանքի տվյալներով Լելոն փորձում է շտկել սխալմամբ ձեռնարկված քայլերը։ Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպումը Բրյուսելում շարունակվում է, օրակարգի առանցքայնում Վրաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամն է։ Նախքան Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստի մեկնարկը Եվրամիության գերագույն ներկայացուցիչը Կայա Կալասը հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը ճիշտ ուղղությամբ չի շարժվում և որ երկրում ստեղծված իրավիճակը դառնում է ավելի լուրջ։ Լիտվայի արտաքին գործերի նախարարը նշում է, որ ստեղծված իրավիճակի վատթարացումը մտահոգիչ է։ Իսկ Ռումինիայի արտգործնախարարը նշում է, որ Վրաստանը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի իր ժողովրդավարության, ժողովրդավարական ինստիտուտների և գործընթացների պաշտպանությունը ապահովելու համար։ Քաղաքական գործիչները կրկին արձագանքում են ԵԱՀԿ Մոսկվայի մեխանիզմի առաջնահերթություններին և 24 անդամ պետությունների համատեղ հայտարարությանը։ Ընդդիմությունը կիսում է այս կոչերը։ Վրացական երազանքը պարզաբանում է, որ զեկույցը պարունակում է լուրջ փաստական անճշտություններ և ընտրողական մեկնաբանություններ։ Նրանց խոսքով նրանք մտադիր չեն իրականացնել վերը նշված առաջարկությունները, քանի որ դրանք պարունակում են քաղաքական գնահատականներ և մանիպուլյացիաներ, որոնք նշանակում են հրաժարվել երկրի ինքնիշխանությունից։ Ռոմեո Միքաուտաձեն դատապարտվեց 10 տարի ազատազրկման։ Էկոնոմիկայի նախկին փոխնախարարին նաև արգելվել է 2 տարվա ընթացքում զբաղեցնել որևէ պետական պաշտոն։ Միքաուտաձեն ինքը չի մասնակցել դատավճիռի հրապարակմանը։ Դատարանի որոշման հիման վրա Ռոմեո Միքաուտաձեն կզրկվի իր ունեցվածքից Իսպանիայում 120 քառակուսի մետր բնակարանից, Ծերովանիում գտնվող տնից, մեքենաներից, Նախիդուրի հիդրոէլեկտրակայանի 15% բաժնեմասից և խուզարկության ընթացքում առևանգված իրերից, այդ թվում թանկարժեք ժամացույցներից, ոսկե ծուլակտրոններից և մետաղադրամներից։ Իսրայելը նոր հարվածների շարք է սկսել Իրանի դեմ։ Իսրայելի պաշտպանության ուժերի տվյալներով հարձակումներ են իրականացվել Թեհրանի, Շիրազի, Թավրիզի վրա։ Իսրայելի զինվորականների տվյալներով հարվածները ուղղված են իրանական ռեժիմի ենթակառուցվածքներին։ Միաժամանակ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնում են, որ հայտնաբերել են Իրանից բալիստիկ հրթիռի նոր արձակում։ Իսրայելը շարունակում է հարվածները հարավային Լիբանանի վրա։ Պաշտպանության ուժերի տվյալներով բուֆերային գոտին պետք է ընդլայնվի։ Գործողությունը ներառում է ահաբեկչական ենթակառուցվածքների ոչնչացում և տարածաշրջանում գործող զինյալների վերացում։ Միաժամանակ Իսրայելը շարունակում է իր ռազմական գործողությունները Իրանում և հայտարարում, որ ռեժիմը շարունակում է թուլանալ։ Թեհրանում և նրա շրջակայքում պայթյուններ են լսվել։ Բացի այդ, BBC-ի փոխանցմամբ Դուբայի միջազգային օդանավակայանի չվերթները ժամանակավորապես դադարեցվել են Պարսից ծոցում լարված իրավիճակի պատճառով։ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում 7 երկրների հետ Հորմուզի նեղուցը ապահովելու համար։ Ըստ նրա, Չինաստանը իր նավթի մոտ 90%-ը ստանում է Հորմուզի նեղուցից։ Բացի այդ, ըստ Թրամփի, նավթից կախված
Պարսից ծոցի երկրները պատասխանատվություն ունեն նեղուցը պաշտպանելու համար։ Թրամփը նշում է, որ եթե այլ երկրներից արձագանք չլինի, դա կլինի շատ ավելի վատ ՆԱՏՕ-ի ապագայի համար։ Ավստրալիան եւ Ճապոնիան հայտարարում են, որ չունեն ռազմական կամ քաղաքացիական նավեր ուղարկելու ծրագիր Հորմուզի նեղուցը ապահովելու համար։ Մեկնաբանություններ են հնչում այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը կոչ արեց 7 երկրներից բաղկացած խմբին աջակցել ԱՄՆ-ին ռազմական ծովային ուղու պաշտպանության գործում։ Ավստրալիայի կառավարության նախարարը ազգային հեռարձակող ABC-ին ասել է, որ երկիրը չի նավարկի։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է իր մտահոգությունը Հորմուզի նեղուցի եւ Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության վերաբերյալ, բայց չի հիշատակել նավերը ուղարկելու մասին ոչ մի բան։